Ամենակարևոր խնդիրը, որ այս պահին ունենք, այն է, որ ոչ բոլոր դասագրքերը տարվա սկզբին կլինեն դպրոցներում տպված վիճակում, եւ մենք պետք է միասին աշխատանք տանենք, իհարկե արդեն իսկ պլանավորված գործընթացներով դրանք հնարավորինս արագ հերթականությամբ ուրեմն կհասցվեն տեղ եւ կլինեն դպրոցներում, բայց մենք նաեւ կարիք կունենանք կազմակերպել գործընթացը հաշվի առնելով, որ դասագրքերը ամեն դեպքում կան եւ կան ուրեմն էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաեւ կան հասանելի ուսումնական նյութերը։ Գիտեք, որ այս նույն ընթացքում նաեւ կազմակերպված է քննարկում ձեր փոխտնօրենների հետ եւ շատ մանրամասն այդ բոլոր ուրեմն աշխատանքները կբացատրվեն եւ վստահ եմ, որ այս անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք։ Իմ գործընկերները շատ ավելի մանրամասն ու կոնկրետ կբացատրեն, ինչպես կազմակերպել աշխատանքները այս պարագայում։ Բայց սա էլ կարծում եմ, հաշվի առնելով, թե մենք ինչ մեծ փոփոխության մասին ենք խոսում, մի ժամանակավոր ուրեմն բարդություն է, որը արժի հաղթահարել, քան թե գործել այն իներցիոն սկզբունքներով, որ ունեինք։ Իսկ փոփոխություններ բավականին շատ են եղել դասագրքերի մասով, մասնավորապես մենք երբ որ կիսեցինք մրցույթները եւ այս տարի գործընթացը իրականացրեցինք նոր ձևաչափով, պարզ դարձավ, որ դաշտում հայտնվեցին նոր խմբեր, որոնք դասագրքեր են գրում, եւ մենք ունենք տեղեկություններ, որ այդ հետաքրքրվածությունն ու ցանկությունը ունեցող կառույցների խմբերի թիվը մեծանում է, եւ սա շատ լավ բան է, որովհետեւ որակ հնարավոր է ստանալ այնտեղ, որտեղ կա մրցակցություն։ Եվ մենք բոլորս տեսնում էինք այն վատ գործընթացի ուղիղ ազդեցությունը, երբ որ ամեն ինչ նախապես որոշված է, թե ով որ գիրքն է գրում, ով ինչպես է գրում եւ որ գրքից քանի հատ ենք պատվիրում։ Բնականաբար այս պարագայում հուսալ, որ բարելավումների եւ գործընթացի որակական փոփոխություն կունենանք, հնարավոր չէ,